եթերում միասնության արտակի արտակարգ թողարկումն է։ Արտակարգ, քանի որ այսօր բոլորիս աչքի առջև տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելուն ուղղված զարգացումներ։ Մենք կարծես ներքուստ պայթելով, բայց առ այսօր համակերպվեցինք Արցախի կորստի փաստի, Արցախահայության հայրենազրկման փաստի հետ։ Առ այսօր համակերպվեցինք հայոց ցեղասպանությունը ժխտելուն, ուրանալուն ուղղված քայլերի հետ եւ հերթը հասավ հայ առաքելական եկեղեցուն, հերթը հասավ համասփյուռ հայության համար թիվ 1 նշանակություն ունեցող կառույցին։ Հայոց համազգային միասնությունը իդեմս կուսակցության նախագահ Միրան Պողոսյանի հանդես կգա հայտարարությամբ եւ ես խոսքը փոխանցում եմ Հայկ Ստեփանյանին։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, Հայոց համազգային միասնությունը իդեմս կուսակցության նախագահ Միրան Պողոսյանի հայտարարում է, որ Հայաստանում մեկնարկել է հայոց պետականության կազմաքանդման գործընթացը, որ շարունակվում է մի քանի տարի է, սակայն հիմա իշխանությունները անցել են հայ առաքելական եկեղեցու վարկաբեկմանն ու եկեղեցու քանդմանը։ Այս գործընթացը զուգորդվում է իշխանության կողմից բոլոր հնարավոր ռեսուրսներով այդ ուղղությամբ հարվածներ հասցնելուն, ինչի կապակցությամբ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը իդեմս կուսակցության նախագահ Միրան Պողոսյանի հայտարարում է, որ անհապաղ պետք է սկսել պայքար ընդդեմ գործող իշխանության, որովհետև այս իշխանությունը ծառայում է սատանային եւ այս գործողություններն ուղղված հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղակիորեն սատանային ծառայություն է, որը մատուցում է իշխանության պարագլուխը։ Այս կապակցությամբ կոչ ենք անում Հայաստանում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել պայքարում ընդդեմ գործող իշխանության, որպեսզի օր առաջ ազատվենք ազգադավ դավաճան իշխանություններից, որոնք այս պահին իրենց գործունեությամբ Հայաստանը ուղղակիորեն զրկում են գոյություն ունենալու իրավունքից։ Հարգելի հայրենակիցներ, սա ուղղակի խոսքեր չեն, սա հիմնավորված փաստեր են եւ այս փաստերը խոսում են նրա մասին, որ շատ կարճ ժամանակ անց թուրք-ադրբեջանական տանդեմը անցնելու է գրոհի ուղղված Հայաստանի պետականության դեմ։ Եկեղեցին կարևորագույն դերակատարում ունի մեր ժողովրդի կյանքում։ Դարեր շարունակ հայ առաքելական եկեղեցին պաշտպանել է մեր հայրենիքը։ Դարեր շարունակ եկեղեցին է եղել այն կետը, որտեղ համախմբվել է մեր ժողովուրդը եւ պայքարն ընդդեմ եկեղեցու ուղղակի զուգադիպություն չէ, սա կարևորագույն սյուներից մեկն է մեր պետականության գոյության։ Հարգելի հայրենակիցներ, կուսակցության նախագահ Միրան Պողոսյանը հայտարարում է, որ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը առաջիկա շաբաթվա ընթացքում մինչև հունիսի 6-ը հանդես կգա դեկլարացիայի առաջարկով բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։ Մենք ուղարկելու ենք բոլոր քաղաքական ուժերին հայտարարություն, որի տակ հույս ունենք, որ կստորագրեն բոլոր այն ուժերը, ովքեր իրենց համարում են հայրենանվեր, հայրենասեր եւ պետականամետ։ Հայոց պետականության կազմաքանդման պատասխանատվությունը լինելու է նաեւ մեզ վրա, որովհետեւ մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները մեզ հետ հույս են կապում, մեզ վրա պարտավորություն են դնում պայքարելու այն իշխանության դեմ, որը ծառայում է սատանային։ Կուսակցության նախագահի անունից կհղվեն դեկլարացիայի օրինակներ եւ մենք հույս ունենք եւ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին սկսել քննարկումներ տեքստի բովանդակության հետ կապված եւ այդպիսով մեկնարկենք ընդհանուր միասնական պայքար չարիքի սատանայի իշխանության դեմ, որը պատրաստվում է մեր պետականությունը հանձնել թշնամուն։ Այսպիսով մինչև հունիսի 6-ը մենք հայտարարությամբ հանդես կգանք եւ կմեկնարկենք մեր պայքարն ընդդեմ սատանայի։ Շնորհակալություն։